Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հրապարակ օրաթերթը գրում է. ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը, որը ՍԴ-ում արդեն 3 տարուց ավել է հետաձգվում էր, ի վերջո կվերսկսվի։ ՍԴ-ում այսօր այդ վարույթով նիստ է նշանակված, զեկուցողը Վահե Գրիգորյանն է, որն ընտրվել է միեդ դատավոր եւ մոտ ապագայում պետք է դադարեցնի ՍԴ անդամի լիազորությունները։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին եւ ուժի մեջ է մտել մայիսի 23-ին։ Օրենքը մեծ աղմուկ էր բարձրացրել, մասնագետները վիճարկում են դրա սահմանադրականությունը։ Այս հիմքերով ԱԺ պատգամավորները դեռևս 2022-ին դիմել են ՍԴ օրենքի համապատասխանությունը սահմանադրությանը ստուգելու համար։ Սակայն ՍԴ-ն հիմնազուրկ պատճառաբանություններով պարբերաբար հետաձգել է քննությունը, դիմելով մեկ Վենետիկի հանձնաժողովին, մեկ էլ դատախազություն, որտեղից վաղուց ստացել է իր հարցերի պատասխանները։ Իսկ այս ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներն ընթանում են, գործերը դատարան են ուղարկվում, բողոքարկվում կամ բավարարվում։ Հրապարակ օրաթերթը գրում է. երեքշաբթի օրը ԿՊ վարչության նիստը հետընտրական Գյումրու մթնոլորտում է անցել։ Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել, ինչպես նաև խոսել ռադիկալ փոփոխությունների մասին։ Ըստ այդմ վարչությանը հանձնարարել է դիտարկել ոլորտներն ու դրանց պատասխանատուներին, ցանկ կազմել, թե որ պաշտոնյաներն են վարչության անդամների կարծիքով ամենավատն աշխատում։ Բնականաբար չեն եղել նրան առարկողներ, որ Գյումրու պարտությունն ու հասարակության հիասթափության միակ ու գլխավոր մեղավորը ինքն է։ Թող իրենից հեռու մեղավորներ չփնտրի, ձուկը գլխից է հոտում ու առաջին հերթին պետք է գլխից ազատվել։ Մեզ ասացին, որ կրքերը չեն խաղաղվել նաև ԿՊ ֆրակցիայում։ Այստեղ էլ կանանց գունդը համառ մարտեր է մղում Անդրանիկ Քոչարյանին կարգի հրավերելու ուղղությամբ եւ ԱԺ նախագահից պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ընտանիքի անդամ Ռուզան Մարգարյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 160-28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով հարուցել է վարչական վարույթ։ Բանն այն է, որ ուսումնասիրվել է Ռուզանա Մարգարյանի կողմից հանձնաժողով ներկայացված 2023 թվականի գույքի եկամուտների եւ ծախսերի հայտարարագրված տվյալների արժանահավատությունը եւ ամբողջականությունը, որի արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. մարտի 25-ին Իրավաբան.net-ը նյութեր հրապարակել, որ ավելի քան 8 ամիս է ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի դաշտությունում։ Նրան մեղադրում են իր դուստր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու Գարեգին Մուրադյանի եւ նրա հոր Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու մեջ։ 2024 թվականի հուլիսի 3-ին Խաչատրյանը միայնակ ժամանել է Մոսկվա եւ հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց ՌԴՆԳ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից բերման էին ենթարկել նրան։ Օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն Մարինա Խաչատրյանը ներկայումս աշխատում է արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ-ն սեպտեմբերին պատրաստվում է համագումարի, որի ընթացքում նաև նոր վարչություն կընտրեն։ Չնայած դեռ մոտ 5 ամիս կա, սակայն իշխող գլխանց գիտեն, թե ովքեր են դուրս մնալու վարչությունից։ Փաշինյանն ամենամոտ մարդկանց միջոցով շարքերն ուղղորդում է, որպեսզի իր սրտի վարչությունը ձևավորվի։ Նոր կազմում չեն լինի Արփի Դավոյանը, որը ի դեպ վերջին նիստերին չի էլ հաճախում, Վաղարշակ Հակոբյանը, որը ըստ ԿՊ մեր աղբյուրների սերտաճել է օլիգարխներին, Սասուն Միքայելյանը, որը Փաշինյանի միակ ընդդիմախոսն է, եւ Կոտայքի մարզի տնօրեն է դարձել ու նրանից դոշ են թափ տալիս բոլորը։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ վերնախավն ուշքի չի գալիս Փարաքարի խայտարակ պարտությունից։ Փարաքարցի սոցիալ-նախարար Նարեկ Մկրտչյանից բացի Քարոզ Արշավին ներգրաված է եղել Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արշալույսի Թագուհի Ղազարյանը, տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը, գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզի հետ կապ ունեցող այլ ԿՊ-ականներ։ Քաղաքապետի ԿՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի ամփոփիչ հանրահավաքին Նարեկ Մկրտչյանը այնքան վստահ էր, որ հրապարակին ասաց՝ կոալիցիայի խնդիր չենք ունենա, 50+ ձայնով հաղթելու է։
Պոլիտիկայը գրում է. բոլորին է հայտնի, որ Սերժ Սարգսյանը Գյումրու ընտրություններին մասնակցում էր երկու թեկնածուով՝ Ռուբեն Մխիթարյան եւ Մարտուն Գրիգորյան։ Ընտրություններից հետո Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, թե սատարելու է ամենաշատ ձայները ստացած Վարդան Ղուկասյանին, իսկ Մարտուն Գրիգորյանով Սերժ Սարգսյանը փորձում է փչացնել ընդդիմության կամ ավելի շուտ ժողովրդի տոնը։ Քարոզչական թեզերը բացելով հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանի պահանջը մեկն է. եթե ուզում եք ձեր տոնը չփչացնեմ, ապա պետք է թթու բառ չասեք ինձ։ Չփորձեք անգամ հիշել, որ ես եմ իշխանություն տվել Նիկոլ Փաշինյանին, իսկ եթե չկատարեք պահանջս, ուրեմն իշխանություն կմնա Նիկոլ Փաշինյանը, ԿՊ-ն։ Սա շանտաժ է դասական իմաստով, պետք է նկատել, որ արդեն շատ քչերի մոտ աշխատող շանտաժ է։ Ավելին, հիմա այնպիսի նոր ու մեծ ալիքով են մարդիկ մեղադրում Սերժ Սարգսյանին, որ շատ դժվար կլինի իրեն հետագայում հետ պտտել ամեն բան։ Ժողովուրդը հիմա ավելի լավ է հասկանում, որ չի կարող ազատվել Նիկոլ Փաշինյանից Սերժ Սարգսյանի հետ։ Ավելին, մարդիկ հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանին ու Սերժ Սարգսյանին միասին պետք է չեզոքացնել, որ հնարավոր լինի ազատվել նիկոլիզմից։ Պոլիտիկայը գրում է. Գյումրու ընտրությունները իրական ողբերգություն դարձավ ոչ միայն իշխանության համար, այլև իրենց դուստր ձեռնարկության հավաքական արևմտամետների համար։ Եվրադաշինքի անվան ներքո հանդես եկող Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը, Արման Բաբաջանյանի Հանուն Հանրապետության կուսակցությունը, Տիգրան Խզմալյանի Հայաստանի Եվրոպական կուսակցությունը չկարողացան անցողիկ շեմա անցնել։ Եվ սա մի պարագայում, երբ Հայաստանում, այդ թվում նաև այս գործիչների ջանքերով հակառուսականության մեծ դոզա կա։ Այս մարդիկ խաբվել էին YouTube-յան իրենց պրոթուրքական թեզերի 100 հազարավոր դիտումներին եւ կարծում էին, թե իրենց դիտողները նաեւ ընտրողներ են։ Ու մեծ ակնկալիքով դաշինք էին կազմել, հայտարարում են, թե իրենց մասնակցությամբ Գյումրիում բացում են ԵՄ դարպասները։ Իրականում ցանկանում էին դարպասները բացել Թուրքիայի առաջ։ Իսկ ստացվեց այնպես, որ մեծ խոսող այս ուժերը համապետական ընտրություններից առաջ բացեցին իրենց համար քաղաքական եղբայրական գերեզմանի դարպասները։ Հիմա այս խմբակի մեծպես փրթելը առավել ծիծաղելի է մարդկանց համար։